Գոյամարտը շարունակում է բացահայտել ճշմարտություններ, որոնք ցնցում են անգամ ամենաուժեղ մարդուն։ Սերիալը սկսվել էր միանգամից ներկայացնելով որոշ կերպարների հակասությունները, իսկ որոշներն իրենց իսկական էությունը բացահայտեցին միայն օրեր անց։ Եվ ահա նրանցից մեկը Մանուշակն է։ Նրա կերպարը շատերին ծանոթ էր դեռ նախորդ, վերջին զանգ սերիալից, որտեղ նա փայլուն կերպով մարմնավորում էր բացասական հերոսուհի, բայց Գոյամարտում առաջին հայացքից թված նա փոխվել է, հասունացել, դարձել է դրական, բայց միայն թված։ Բացասականը երկար չի թաքնվում։ Մանուշակը, ով ապրում է պապիկի ու եղբայրների խնամքի տակ, կատարում է մի արարք, որը ներում չունի։ Նա տեսնում է, պապը գումար է տալիս իր եղբորը Լեոին։ Այդ պահից սկսած նրա աչքերում փոխվում է ամեն ինչ։ Նա որոշում է, եթե պապը ունի գումար, ուրեմն կարելի է վերցնել այն։ Գողանալը դառնում է ընտրություն։ Գիշերով, երբ պապիկը քնած է, հոգնած, ծեր, բայց դեռ ընտանիքի հենասյունը, Մանուշակը մտնում է սենյակն ու գողանում ողջ գումարը։ Բայց դրանով ամեն ինչ չի ավարտվում։ Նա բաց է թողնում դասերը, որոնց վարձը իր եղբայրն է հոգում, հացի փռում օր ու գիշեր աշխատելով։ Իսկ Մանուշակը փոխարենը խաբում է, թաքցնում է ու շարունակ ծախսում, ինչպես իր կամքն է պահանջում։ Սա մի կերպար է, որ դեռ շատ անկանխատեսելի քայլեր է անելու, եւ այս ընտանիքը դեռ երկար հիշելու է այս անունը խայտառակությամբ։ Բայց սա դեռ ամենը չէ։ Ինչպես բոլոր լուրջ դրամաներում, սիրային գիծը այստեղ նույնպես խճճված է եւ ցավալիորեն նաեւ դաժան։ Երկու երիտասարդ աղջիկ ու տղա սիրահարվում են իրար։ Նրանց քույր ու եղբայրը եւս սիրահարվում են իրար։ Բայց ճշմարտությունն անհնար է անտեսել։ Այս սիրո հիմքում մի արյունոտ պատմություն է։ Նրանցից մեկի հայրը սպանել է մյուսի հորը։ Սերը երբեմն սրբում է ամեն բան, բայց այստեղ այն վեր է դառնում ցավով, ցնցումով ու մեղքի ժառանգությամբ։ Իսկ լարվածությունը հասնում է գագաթնակետին, երբ Լեոն ու Վլադիմիրը, ովքեր իրականում հարազատ եղբայրներ են, հանդիպում են, բայց չգիտեն այդ մասին։ Նրանք ուղղակի պատահական մարդիկ են իրար համար։ Եվ նրանք նաև հանդիպում են իրենց հորեղբորը Ավոյին, իսկ ամենացավալին ու աններելին նրանք ձեռք են սեղմում Հունանին։ Այո, հենց նրան, ով սպանել է իրենց հորը և դրել իրենց դժբախտ ու որբ կյանքի սկիզբը։ Ոչ ոք այդ պահին չգիտի ճշմարտությունը։ Ոչ եղբայրները, ոչ նրանց հորեղբայրը Ավոն, ոչ էլ առավել ևս Հունանը։ Բայց մենք որպես հանդիսատես արդեն սեղմում ենք ատամներս, սպասելով պահին, երբ այդ ողջ խավարը ի վերջո պայթելու է։ Եվ այժմ ամեն ինչ վերածվում է մեկ հարցի. ով է հաղթելու առաջիկա մենամարտում՝ Լեոն թե Վլադիմիրը։ Երկու եղբայր կանգնած միմյանց դեմ, ոչ միայն ռինգում, այլ ճակատագրի դաժան խաղում։ Իսկ Հունանը, մարդասպանն ու մանիպուլյատորը, այս անգամ հովանավորում է հենց Լեոին։ Բայց ճշմարտությունը միշտ վեր է խոյանում, եւ երբ պատռվի Հունանի դիմակը, Գոյամարտը կդառնա իսկական պատերազմ։ Հարգելի հետևորդներ, ինչպես եք հավանում Լեո եւ Լեա, ինչպես նաեւ Գրիշո եւ Մանուշակ զույգերը։ Գրեք մեկնաբանություն։